Բարև ձեզ մեր YouTube-յան հեռուստադիտողներ, այսօր մեր անջատեք խոսափողը պոդքասթի 3-րդ թողարկումն է, փոքր ինչ դադարից հետո մենք վերադառնում ենք YouTube, և այս ընթացքում որոշակի փոփոխություններ են տեղի ունեցել ինչպես քաղաքական, այնպես էլ հասարակական ոլորտում, Առաջարկում եմ սկսենք կրթական ոլորտում նոր փոփոխությունից, այն է, որ Մաշտոցին այլևս չեն կարող երեխաները տեսնել իրենց դասագրքերում և Մաշտոցի նկարը տեսնելու համար պետք է երեխաները QR-ից օգտվեն, հեռախոսով QR-ը սկանավորեն, իսկ նույն ժամանակահատվածում քաղաքապետարանը նոր օրինագիծ է բերում շրջանառության մեջ է ցանկանում դնել, ըստ որի պետք է երեխաները չտանեն հեռախոսը իրենց հետ դպրոց։ Այսինքն հենց մի հատ բան է ստացվում, ուզում եք տեսնել Մաշտոցին, գնացեք ձեր տանը հեռախոսներով կտեսնեք։ Իսկ ես ուզում եմ ողջունեմ այն ծնողներին ու այն ուսուցիչներին, ովքեր այդ ամեն ինչին դեմ գնալով, այսինքն ոչ թե QR-ը Մաշտոցը իրենց համար դարձել, այլ տպել են նկարը ու փակցրել են երեխայի տետրի կամ դասագրքի հենց առաջին էջում, որ երեխան որ րոպեին ցանկանա գիրքը եւ տետրը բացի եւ առաջին այդ նկարը կա։ Այստեղ էլի մենք խոսում ենք նրանից, որ մենք կորցնում ենք մեր պատմական արժեքները, խոսում ենք նրանից, որ իշխանությունները փորձում են ամեն կերպ ջնջել մեր պատմությունը, աղավաղել այն, այդ նույն պրինցիպով իրանք շարունակում են հայոց պատմության դասագրքերի աղավաղումը։ Տեսել ես երևի չգիտեմ ինչ խայտառակ պատմություն են գրում այդ հեղափոխությունը Թավշյա Չակերտավոր ոնց են ներկայացնում դասագրքերում, ինչ էջեր են ջնջվել, ել չենք ասում հայոց եկեղեցու պատմության առհասարակ առարկայի հեռացումը որպես առարկա ինքը ու այս ամեն ինչը էլի այն փաստն է, էլի այն խոսուն, հա վիճակն է, նկարագրությունն է, որ ներկայիս իշխանությունները փորձում են ամեն կերպ երիտասարդներին, երեխաներին սովորեցնել իրենց թրքացած արդեն իշխանությանը եւ այսպես կոպիտ ասած փորձում են ներքաշել իրենց կեղտոտ խաղերի մեջ։ Դες այստեղ մենք մի հատ ուրիշ խնդիր ունենք, տարբեր երկրներում, թե դպրոցականները, թե ուսանողները ունեն հատուկ յունիֆորմա, որ իրենք այդ հագուստը պետք է հագնեն, որ օրինակ մեկը ավելի թանկ հագուստ չհագնի, քան մյուսը ու երեխաների մոտ այդ տարբերությունը շատ չզգացվի կամ առհասարակ տարբերություն չզգացվի, բայց մենք հիմա ունենալու ենք մի իրավիճակ, երբ որ ավելի աղքատ ընտանիքից դուրս եկած երեխան, որ չունի հեռախոսի հնարավորություն կամ մնում է անգրագետ, ինքը չի հասկանում, չի տեսնում ով է Մաշտոցը, որովհետեւ դա ոչ միայն Մաշտոցը, այնտեղ լիքը նյութեր կան, թեկուզ տեսանյութեր են, ռոլիկներ են, ուսուցողական, որ այդ ամեն ինչը QR-ի միջոցով է միայն հասանելի։ Հա, ուղղակի այստեղ արդեն այդ տարբերությունը, կոպիտ ասած երեխաների միջև ավելի հստակ է երևալու, ինչը որ հետագայում կարող հանգարի երեխաների կոմունիկացմանը, կարող է մի երեխային բուլինգի ենթարկեն, որովհետև գիտենք, որ երեխաները ավելի ազատ են արտահայտման մեջ եւ կարող է այնպիսի արտահայտություններ իրենց թույլ տան, որ մյուսի հոգեկանի վրա, հոգեկան ներաշխարհի վրա շատ խորը ազդեցություն թողնի ու երկար ժամանակ այդ երեխան չկարողանա վերադառնալ իրական կյանք, այսպես ասած։ Բացի այդ, հիշես 2018 թվականի հենց սեպտեմբերի 1-ին սրանք հայտարարեցին, որ հանում են համազգեստացված, այսինքն ազատ հագուստ է դպրոցներում, մեղքը ինչ ուզեն կհագնեն, կուզեն գունավոր կհագնեն, կուզեն շորտերով կգնան, ինչով կուզեն կգնան, բայց մենք ունենք էլի մի պատկեր հիմա դպրոցներում, որ նախ կային դպրոցներ, որ այս տարվա սկզբին ստիպում էին ծնողներին եւ երեխաներին, որ հատուկ կոնկրետ ինչ-որ մի արտադրամասից գնեն ֆորմաներ իրենց դպրոցի լոգոներով, բայց ծնողներ կային եւ դպրոցներ գիտեն, որ բոյկոտեցին ու դեմ գնացին այս ամեն ինչին, բայց դպրոցներում էլի պարտադրվեց սպիտակ վերնաշապիկ եւ սև տաբատ։ Բայց հա, էլի խոսում ենք նրա մասին, որ իրանք բերել են առաջին քաշել մի բան, որ տեսեք, մենք պուպուշ ենք, մենք չենք ուզում տարբերություն լինի երեխեքի մեջ, ով ինչ ուզում է թող հագնի, բայց միևնույն ժամանակ, օրինակ հոկտեմբեր ամիսն է, շատ երեխաներ կան, որ չգիտեմ, օրինակ իրանք հագուստը առօրյա հագուստը գունավոր է, ու սպիտակ հագուստը այդքան էլ հարմար չի երեխաների դեպքում, որովհետև կեղտոտել է, թանաք է, մենք բոլորս եղել ենք այդ տարիքում, գիտենք այդ ինչա։ Ու այդ ամեն ինչ այդքան էլ հարմար չի, իսկ ծնողը պետքա գնա այդ ժամանակ, առնի սպիտակ վերնաշապիկ, սպիտակ վերնահագուստ, ինչ էլի անհարմարություն է պատճառում։ Որը որ կարող է անընդհատ թանաք լինել, իսկ թանակը այնպես չի հեշտ մաքրվում, այսինքն անընդհատ նոր հագուստ գնելու անհրաժեշտություն է։ Ֆիզկուլտուրայի հագուստն էլ պետքա սպիտակ լինի, մայկան պետքա սպիտակ լինի, պարտադիր։ Ու էլի մի քիչ անհասկանալի այս ամեն ինչը, որ ծնողին պարտադրում են, որ պետքա SS ստանդարտներով հագնի երեխան, հա, համաձայն ենք, օրինակ, չգիտենք։ Ես իմ համար շատ գեղեցիկ է այդ, բայց կարելի է օրինակ սեպտեմբերի առաջին երկրորդ շաբաթը այդ տենց գեղեցիկ հագնվել միջոցառումների
երեխաներին այդպես հագնվել, իսկ դրանից հետո երեխաներն են ավելի հարմարավետ հագուստով, որը ոչ ծնողին դժվարություն կպատճառի, ոչ էլ երեխաներին ինչ-որ առհասարական հարմարություն կպատճառի։ Ցանկացած երկրի կառավարության հիմնական ուղղություններից մեկը պետք է լինի այն, որ միջին խավի ձևավորումը ապահով են ցանկացած երկրում։ Հայաստանում դա եւս ակտուալ ու անհրաժեշտ է, քանի որ Հայաստանում շատ քիչ թվով մարդիկ բավականաչափ հարուստ են ու դրան զուգահեռ միջին խավ մենք համարյա չունենք, կամ աղքատ կամ հարուստ։ Այո, Հայաստանում բոլորը կամ աղքատ են կամ հարուստ։ Ու հենց այսպիսի միջոցառումների շնորհիվ էլ, որ երեխան անպայման պիտի ունենա հեռախոս, այդ բևեռվածությունը ավելի է երևալու ու դա ազդելու է երեխաների վրա այսպես թե այնպես, բացի այդ ազդելու է ծնողների վրա, որովհետև ծնողը ինքը հասկանալու է, որ ինքը չի կարող իրեն թույլ տա հեռախոս գնի իր երեխայի համար կամ անընդհատ սպիտակ հագուստ գնի իր երեխայի համար եւ այլն, ինչը որ նորից նոր խնդիրներ է առաջացնելու հասարակության շրջանում։ Այս ամեն ինչի հետ մեկտեղ անցած տարի ԿԳՄՍ-ն հայտարարում էր, որ դպրոցներում պատրաստվում է անցակետեր դնել։ Այսինքն այդ ինչ է իրենց ենթադրում, երեխան հեռախոսով գալիս է, QR-ի վրա պահում է, այնտեղ կա ինչ որ հա հարթակ է, այդ հարթակում արդեն գրանցվում է, որ երեխան այդ ինչ ժամին մտավ դպրոց։ Բայց մենք ինչպես տեսնում ենք, այդ ամեն ինչը նախ արված չի, երկրորդ էլի այդ պարտադրանք է, որ երեխան պետք է ունենա սմարթֆոն։ Բայց օրինակ ես իմ երեխային տալիս եմ կնոպիչնի հեռախոս, ասում եմ գնա դպրոց, դպրոցից դուրս գաս կզանգես ինձ կամ չգիտեմ եթե բան պետք լինի կզանգես դրանով ինձ, ու ես չեմ ուզում փոքրուց սովորացնեմ օրինակ գadget-ին, որովհետև կախվածություն կարող առաջացնել։ Դե նույն անցակետները կան նաև համալսարաններում, բայց չգիտեմ օրինակ ձեր համալսարանում կար, հա, մեր մոտ էլ էր քարտով ու ինքը այդքան էլ արդյունավետ չէր, որովհետև քանի որ ուսանողները շատ էին, դասամիջոցներին դարպասներն էին բացում, հետեւաբար եթե կամ լավ ես իմ քարտը տամ ուրիշին, ասեմ մտի։ Հա, եթե ինչ որ մեկը պիտի մտներ կամ հելներ, այդ ինչ որ մեկը մտնում հելնում է, կամ էլ եթե այդ մարդը չունի քարտը, որը որ այսպես ասած կճտացնի եւ կանցնի, իր հետևից եկող կամ իր արջևից եկողի քարտով կամ մտնում, կամ էլ ուղղակի չեն ֆրցնում այդ բանը։ Իսկ եթե երեխաներին տալու են այդ քարտը, ինձ թվում է այդքան էլ հարմար չի լինի, որտեղ անփույթ կլինեն կկորի, հա, ու քարտը կորցնելու դեպքում 8000 դրամ պետքա վճարես տվյալ հաստատությունում քարտը քո մոտ է։ Այս ամեն ինչի էր որոշվել, որ պետք է արվի թմրանյութերի կանխարգելման համար։ Բայց մենք էլի տեսնում ենք մի պատկեր, որ չգիտեմ կհիշես թե չէ անցած տարվա մայիսին ուսումնական տարվա վերջին արդեն գյուղերից մեկում, Երևանի շատ մոտիկ գյուղերից մեկում բարձր դասարանի աշակերտները հարկադրաբար փոքր դասարանի աշակերտի նախ ստիպել էին, որ օգտագործի արգելված այդ նյութը ու հետո երեխային մարմնական վնասվածքներ են հասցրել հոգեբանական։ Բացի շատ է լինում, որ կոնֆետների միջոցով եւ տարբեր այդպիսի բաների միջոցով են փաթեթավորում նարկոտիկը եւ հրամցնում երեխաներին, իսկ նարկոտիկը ինքնին կախվածություն է առաջացնում ու երեխան մեծ մարդն էլ է կախվածության մեջ։ Բայց երեխան ավելի խոցելի է։ Երեխան ավելի խոցելի է այս մասով։ Ու շատ դեպքերում երեխաները նախընտրում են չկիսվել իրենց ծնողների հետ, չասել ինչ է կատարվել իրենց այդ դպրոցում, ինչը որ էլի խնդիրների է հանգեցնում եւ հնարավոր է ծնողը իմանա այդ ամեն ինչի մասին, երբ որ արդեն ամեն ինչը շատ ուշ լինի։ Բայց այս ամեն ինչը կատարվում է մի զուգահեռ իրականության մեջ, որ դպրոցներում կան տեսուչներ հատուկ, ոստիկաններ կան, ովքեր պետքա վերահսկեն դպրոցի անցուդարձը։ Բայց օրինակ մեր դպրոցներում ես ինչքան որ տեսել եմ, տեսուչ եղել է դպրոցի դիմաց կանգնած, հա ինչ որ կռիվ ա եղել, մոտիկացել բաժին է, բայց առանձնապես աշխատանքներ աշակերտների չի տարվել։ Ունեցել ենք դասղեկի ժամեր, ունեցել ենք ինչ որ զրույցներ, ասենց կենցաղային հարցերի շուրջ խոսակցություններ ենք ունեցել դասղեկների հետ, բայց որպես այդպիսին երեխաներին ինչ որ բանի մասին բացատրել, ասել գիտեք ինչ SSS հետևանքները կարող է սա ունենա, կամ կա առողջ ապրելակերպի ժամ հիմա, որի ժամանակ հենց թմրանյութերի օգտագործման մասին ազատ խոսվում է։ Մենք պետք է հասկանանք, որ երկու այդտեղ հա կետ կա, հասկանանք, եթե մենք խոսում ենք, արդյոք դրանով մենք ավելի շատ չենք տրամադրում երեխային գնալ կոնկրետ այդ դրա հետևից, որովհետև արգելված պտուղը միշտ էլ քաղցր է, ու երբ որ մենք խոսում ենք չի կարելի մասին, երեխան հաստատ ուզում է մի հատ տեսնեմ այդ չի կարելին, ինչ է որ ինձ չի կարելի։ Ու այստեղ մի բան կա, եթե երեխան արդեն գիտի դրա մասին, ոնց խոսել այդ թեմայի մասին, որ վնաս չհասցնենք նրան։ Ու վստահ եմ, եթե օրինակ առաջի երկրորդ դասարանի երեխաներին այդ անցակետով անցկացնեն մի հատ էլ հանկարծ ասեն, բալիկ ջան, չգիտեմ, պայուսակդ բացի մեծ ստուգեմ։
Կարա վնաս հասցնի հոգեբանական այդ վիճակին այդ պահին։ Կարա ինչ որ Բայց բացի այդ, տես դու ասացիր կար դասղեկի ժամ եւ այլն ասած, մեր մոտ էլ կար, բայց այդտեղ մի հատ եւս մեկ այլ խնդիր ունենք, որ իրանք ոչ այդքան լավ մասնագետ են լինում, իրանք կարող լավ դասատու լինեն, բայց լավ հոգեբան չեն լինում, ու շատ դեպքերում երեխաները աշակերտները չեն պատմում են ամեն ինչին, ինչ որ կատարվում է իրանց ներսում, ու դասատուի կողմից էլ է այդ գալիս, այսինքն դասատուն էլ չի ուզում այդքան շատ խոսա, որովհետև տարբեր բաներ չգիտի, ոնց մատուցի, որ ճիշտ լինի եւ այլն եւ այլն։ Օրինակ ես հիշում եմ, որ արդեն բավականին բարձր դասարան էինք, կարծեմ 8-րդ, 9-րդ դասարան էինք, ու նույնիսկ կենսաբանության դասագրքում, երբ որ արդեն որոշակի պատկերացումներ պետք է կազմես տարատեսակ բաների մասին, դասատուն ուղղակիորեն ասես դե հիմա թող տղաները դուրս գան, աղջիկները մնան, ու հակառակը աղջիկները թող դուրս գան, տղաները մնան, ու եթե ինչ-որ մեկը ինչ-որ հարց ունի, չգիտեմ, սեռական կյանքի մասին եւ այլնի մասին, թող տան, ես կպատասխանեմ։ Պարզա որ այդ պարագայում ոչ մի աշակերտ ոչ մի հարց չի տալու, բայց փոխարենը կարող է այդ աշակերտի նկատմամբ սեռական ոտնձգություններ թույլ տան, ու որոշ դեպքերում այդ աշակերտները չիմանան նույնիսկ որ իրենց նկատմամբ սեռական ոտնձգություն է տեղի ունենում։ Արգելվածի մասին, այսինքն մեր դպրոցներում շատ քիչ է առհասարակ խոսում, այդ նրանից է գալիս, որ մենք շունենք բավարար պատրաստված ուսուցիչներ։ Նախ եւ առաջ ուսուցիչը ու ընդհանրապես դասղեկ, հա, կոչված մարդը պետքա հստակ իմանա թե իր աշակերտներից ով ինչ կյանքով է ապրում, ով ինչ խնդիրներ ունի տանը, դուրսը, զարգացման ինչ խնդիրներ ունի։ Ես հիշում եմ, որ մեր դասարանում կար մեկը, ով ուներ առողջական խնդիրներ, այսպես ասած, ու կոնկրետ իր ագրեսիվ վարքը ազդում էր մնացած աշակերտների վրա։ Այսինքն ինքը մարմնական վնասվածքներ էր հասցնում կամ չգիտեմ ինչ որ ձև խանգարում էր դասապրոցեսին եւ այլն եւ այլն, իսկ դասղեկը մեզ ոչ միայն այդ չէր բացատրում, որ գիտեք ինչ երեխեք ինքը մի քիչ ձեզնից տարբերվում է, ինքը հակառակը կոնկրետ այդ մարդու նկատմամբ ավելի սառը վերաբերմունք էր ցույց տալիս։ Այնինչ պետք է այդ գալիս էր չպատրաստված լինելուց, այսինքն կարող ենք մտածել ես ինչ որ մի բան ասեմ, կարող է այդ երեխան ավելի վատ տանի, ավելի ծանր տանի։ Այսինքն մեզ պետք են մասնագետներ, ովքեր որ պետք է իմանան, թե որ երեխայի հետ ինչ խոսան, ինչպես խոսան, երբ խոսան, ու երեխան որ տարիքում ինչ պետք է իմանա ու ինչից պետք է զգույշ լինի։ Համաձայն եմ այս մասով միանշանակ, բայց մեր կրթական համակարգում, հա, մեր պատրաստվածության մեջ չկա նենց կերպար ուսուցչի, որ ինքը 100%-ով տեղյակ կլինի այդ ամեն ինչից։ Այսինքն մենք այս վերջում էլ ունեցանք դեպք, որ ամբողջ դպրոցի աշակերտները դուրս են եկել մի ուսուցչու դեմ։ Ես չգիտեմ ինչքանով է այդ ամեն ինչը ճիշտ եղել, ինչքանով է համապատասխանում իրականությանը։ Ես մենակ մի բան գիտեմ, որ կոնկրետ այդ ուսուցիչը գրանցված է եղել հոգեբուժական կենտրոններից մեկում։ Ես դա անձամբ ստուգել եմ այդ փաստը, դա 100%-ով համապատասխանում է իրականությանը։ Բայց էլի այդ ձևով մոտենալ ուսուցչին, այդպես, հա, հանրային ձևով արտահայտություններ անել նրա անձի նկատմամբ, անձի հանդեպ, կարծում եմ այդքան էլ ճիշտ չէր։ Ու դա մյուս կողմից էլ լուսաբանվում էր, որովհետև մենք էլ ենք յուրաքանչյուրս էլ հաստատ խնդիրներ ունեցել ենք թե դասատուների հետ, թե դասախոսների հետ։ Այստեղ ես ավելի ծնողներին կուզենայի, հա, հասկանայի իրանց տեսակետը, որովհետև օրինակ եթե իմ երեխան հայտնվի կամերայի առաջ, ես ամեն կերպ կփորձեմ իրան հետ պահել այդ ամեն ինչից, որովհետև այդ նյութը մնալու է տարիներ շարունակ։ Այդ երեխան շարունակելու է մեծանալ մի հասարակության մեջ, որ հասարակությունը չի ներում լիքը բաներ ու չի մոռանում, ու դա կարող է հետագայում երեխայի համար հավելել խնդիրներ առաջացնի, ինչպես եւ եղել էր։ Համացանցում հայտնված այդ երեխաներից շատերին սկսել էին մարդիկ բուլինգի ենթարկել, ինչ որ արտահայտություններ թույլ տալ։ Ես էլի չեմ պաշտպանում ոչ մի կողմին, ոչ երեխաներին, ոչ ծնողներին եւ ոչ առավել եւս ուսուցչին։ Որովհետև ամեն դեպքում ես ունեցել եմ ուսուցիչ, ով կարող է ոչ այնքան լավ մասնագետ է եղել, բայց այնքան լավ մարդ է եղել, որ իր անձի մասին ես երբեք ինձ թույլ չէի տա նման արտահայտություններ անել։ Հատկապես որ կհիշես այդ ուսուցչուն ով քեր գնացին հյուր այդ ամեն ինչից հետո գնացին ԿՊԱ-կան падգամավորներ, որոշեցին, որ պետքա տունը վերանորոգեն, գնացին լրագրողներ էլի ԿՊԱ-կան, տեսեք, թե օրինակ չգիտեմ, ինչ որ լրագրող էս ամեն ինչը լուսաբանել է եւ ուսուցչուհուն ներկայացրել է վատ կողմից, ես ԿՊԱ-կան լրագրող եմ, գնում եմ եւ իր տունը որոշում եմ չմոռանանք, հիշում ես, երբ որ կարանտին էր 2020 թվականին ու Ծիծեռնակաբերդ գնալը արգելված էր, մի հատ պապի կար, տունը վերանորոգեցին, ճիշտ է։ Տունը վերանորոգել էին, հետո այդ պապին բողոքում էր տան
վերանորոգումից այդ պապից սարքեցին մի օր հերոս, երկրորդ օրը սարքեցին հակահերոս ու տեն շարունակ, ու այն մարդիկ, ովքեր որ այդ պապից հերոս էին սարքում, որ ինքը ուզում է գնա Ծիծեռնակաբերդ, հիմա Ծիծեռնակաբերդն են վերանորոգում, ու ոչ մի ծպտուն չկա, չէ՞, իրանցից։ Ոչ մի ծպտուն չկա, Արարատն են հանում մեր որպես խորհրդանիշ, ու տեն շարունակ Մաշտոցին են հանում ու այդ նույն մարդիկ էլի ոչ մի ձեն չեն հանում։ Այո։ Այստեղ գիտես, որովհետև իրանք սովոր են, որ ամեն ինչ էմոցիոնալ մակարդակի վրա պետքա լինի։ Այսինքն իրանք չեն հասկանում այդ ամեն ինչի կարևորությունը, օրինակ Արարատի հասին, որպես ինքը սիմվոլ է, բայց ինքը սիմվոլ լինելուց առաջ մեր համար վստահ եմ, որ ցանկացած հայի մեջ ինքը ինչ-որ բան ասում է, ինչ-որ բան խոսում է, բայց տեսանելի մակարդակում ինքը ոչինչ չի տա իրանց, որ իրանք դրանից խոսեն։ Իսկ պապիկը տխուր պապիկ էր, չէ՞։ Մենք այնքան լավն ենք պապիկին թողեցինք, որ ինքը գնար Ծիծեռնակաբերդ եւ այլն եւ այլն։ Բայց դες իրանք ցանկացած մարդու, ում որ ցանկանում են մի օրում սարքում են հերոս, երկրորդ օրը սարքում են հակահերոս, օրինակ Մկրտիչ Արզումանյանին, որ գնացել էին այդ ցանկապատը ներկայացմանը, կարողացան մի օրում սարքել հերոս, հաջորդ օրը հակահերոս ու տեն շարունակ։ Հա, ու մենք անցած հաղորդմանը խոսում էինք սրա մասին, որ հայտնիները երբ որ թաթախվում են ինչ որ քաղաքական, հա, բաների մեջ ու կոնկրետ ուղղվածություն են ցույց տալիս, իմ կողմից այդ տեղ նորմալ է, տեղ նորմալ չի, որտեղ դրա չափն էլ կա։ Այո։ Ես կոնկրետ ներկայացումը չեմ դիտել, բայց մեծ ցանկություն ունեի միջև սա գնալ դիտել, որովհետև նախ ֆորմատն էր շատ հետաքրքիր ինձ, երկրորդ իմաստն էր հետաքրքիր հասկանայի թե ինչու՞մն է կայանում առհասարակ իմաստը։ Ես կարդացել եմ ցանկապատ ստեղծագործությունը, ինքը այն մասին է, որ երկու հարևան են լինում ու իրար մեջ չեն կարողանում կիսել իրենց տարածքը, վերջում թուրքերը հարձակվում են ու արդեն տարածքի մասին արդեն մտածելու ժամանակ չկա կոպիտ ասած։ Ու ես ինչքանով որ տեղեկացված եմ այդ ցանկապատը ներկայացման մեջ, իրենք նենց են փաթեթավորել, որ առերեսվում է ներկայիս իրականության հետ, այսինքն այնտեղ խոսում են Նիկոլայ Ցարի մասին, այստեղ իրենք ներկայացման մեջ խոսում են Նիկոլի մասին, ու հետևաբար վարչապետը այդ ամեն ինչը իմանալով է գնացել, ու երբ որ այդ նախկին բաները եղել է, ինչքան հասկացա։ Հրավեր է եղել վարչապետին։ Այդ մասին ինչքան գիտեմ, հրավեր է եղել։ Բայց իրենք հավասարեցրել էին այն ժամանակվա իրականությունը ու հիմիկվա իրականությունը ու ենթադրում եմ, որ վարչապետին դա դուր չէր եկել։ Բայց օրինակ ինքը մի վարկյանի որոշեց, որ իրանից պիտի սարքի հակահերոս, քանի որ ինքը բավականին երկար ժամանակվա քաղաքական գործիչ է ու բոլորս գիտենք, թե ինքը ինչ մանիպուլյացիաների, ինչ պոպուլիզմի ու ինչի արքաներ է, ու ինքը կարողացավ դերասաններին այնպիսի դրության մեջ դնել, որ դերասանները ուղղակիորեն չգիտեին ինչ պատասխանեին, ու այդ ճնշման տակ խնդիրը է դա, այդ ճնշումներ, որ ու այդ ճնշման տակ դերասանները ով ինչը այդ պահին ճիշտ հարմար գտավ խոսած եւ այլն եւ այլն կիսատ խոսեցին ինձ թվում է Դե հիմա դա արդեն իրենց խնդիրն է այդ ամեն ինչի մեջ երբ որ արդեն այդ բացասական ալիքը գնաց դեպի Մկրտիչ Արզումանյանը ինձ թվում է կառավարությունը դրանով ուզում էր նաև ցույց տալ որ դուք ինչ իրավունք ունեք մեր անունը գցելու մեզ համեմատական անցկացնելու եւ այլն հաջորդ օրը արդեն Նիկոլը իրենից սարքեց հերոս գրելով Մկրտիչ ինչ որ ստատուս էր նվիրել Մկրտիչ Արզումանյանը Թույլերին էր պաշտպանում Էլի ինքն էր իրան հերոսացնում, ոչ թե Մկրտիչն էր արդեն հերոսացնում։ Իմ համար այստեղ մի հատ բան տենց բաց մնաց, որ օրինակ խաղացել են մարդիկ ներկայացում են, հենց ոնց զգացել են։ Գալիս է ինչ-որ մեկը, փորձում է իրանց ներկայացած բովանդակությունը փոխի, ասի չէ դուք տենց չեք խաղում, դուք սենց եք խաղում։ Լավ, դուք խաղում եք։ Ասեք ոնց եք դուք իրականում խաղում։ Իսկ մոնդեղ խոսքը կիսատ մնաց։ Իրանք բաներ ունեին ասելու, որ չեն ասել։ Ուղղակի իմ համար այստեղ մի հատ բաներ արդեն անհասկանալի։ Հաջորդ օրը Մկրտիչ Արզումանյանը, երբ որ իր մասին, չասեմ պաշտպանող, բայց իր մասին դրական կոմենտներ էին անում ԿՊԱ-կան падգամավորներ, ինքը ոնց որ դրա տակ չասեմ պաշտպանվում էր, բայց դրա տակ իրան լավ էր զգում։ Դա ցանկացած պարագայում ինձ թվում է ինքը սովոր չի հեյթի հետ մեծ զանգվածին ու երբ որ այդ հեյթը եկավ իր կողմ ինքը ինչ որ մի ձև պետքա պաշտպանել ու դու քեզ լավ ես զգում որ ինչ որ մեկը քեզ պաշտպանում է անկախ նայած թե հենց այդ մեկը չի քեզ այդ իրավիճակի մեջ դրել ինձ թվում է իր մոտ ավելի Եթե դու հրավիրում ես այդ մարդուն քո ներկայացումը նայելու դու պետքա պատրաստ լինես ամեն ինչին Դու կանգնում ես այդ մարդու կողմը, քո կողմից հրավեր է լինում իրան կանչելու։ Դու պետքա պատրաստ լինես, հա, չեմ ասում, այստեղ ինքը քաղաքական ինչ-որ հա բան է։ Դու ուղղակի հրավիրել ես, կապ չունի ինքը ով է։ Հրավիրել ես, բայց պետքա հասկանաս, որ կան մարդիկ իրան չեն սիրում, չեն ընդունում, ու եթե քո կողքը իրան տեսնեն, ակնհայտ տենց ինչ-որ վերաբերմունք է ձևավորվելու քո անձի շուրջ։
դու դրան պետք է պատրաստ լինես, ինձ թվում է։ Բայց արի հիշենք, որ տարիներ շարունակ Մկրտիչ Արզումանյանին ավելի վեր էին դասում մարդիկ հասարակության Հայկոյի հետ համեմատական դնելու ինչ որ տեսակետ էլ կար ստեղ։ Մարդիկ ասում են, տես Հայկոն մտավ էս ամեն ինչի մեջ, Մկոնյան վեհ պահեց։ Ու հիմա հայտնվեց Մկոն մի իրավիճակում, երբ որ հեյթի ամբողջ ծավալը եկավ իր վրա։ Չգիտեմ, ամեն դեպքում իրանց մեմերը շարունակում են մնալ իմ ամենասիրելիները, բայց դա եւ վարչապետի ցավոք սրտի այդ մի առումով մեր ճաշակները համընկնում են, բայց էլի խոսելով, հա, հայտնիի մասին մենք անցած հաղորդման ժամանակ էլ ասեցինք, որ ինչ որ չափով է ընդունելի, ինչ որ չափով չէ, երբ որ հայտին իր քաղաքական տեսակետն է արտահայտում, ու պետք է հասկանանք այդտեղ սահմանը։ Օրինակ, Նանա ջան, դու տիեզերք ես, բայց ես երբեք դրա մասին բարձրաձայն չեմ արտահայտի, բանավանդ, որ օրինակ դա մեր անձնական հարաբերություններն է, ես ինքս ճիշտ ժամանակահատված կգտնեմ եւ դրա մասին քեզ կհայտնեմ, բայց օրինակ հանրային կերպով նման արտահայտություններ անել։ Այդտեղ մի իրավիճակ էր, երբ որ Սոֆի Դևոյանը չկարողացավ բառի արագության տակ կողմնորոշվի ինչ բառ օգտագործի, դրա համար օգտագործեց դու տիեզերք ես արտահայտությունը, կամ է կարող պարոն Ծառուկյանը ազատ ժամանակ զբաղվում է տիեզերագնացությամբ, մենք տեղյակ չենք այդ մասին։ Հնարավոր է։ Կա եւս մեկ տարբերակ, կարող է Սոֆի Դևոյանը իր ընտանիքից էր, իր թորան հարսանիքից էր այդ սևեռվածությունը ցանկանում շեղել այլ կողմ, ուստի եւ այդպիսի մի արտահայտություն արեց, հասկանալով, որ քննարկվելու է ու այդ մնացած թեմաները արդեն երկրորդականալու են։ Կարա այս ամեն ինչը լինի քո ասածի պես, բայց ամեն դեպքում հանրային մասշտաբով, հա, այդ ամեն ինչը ասել, մի քիչ իմ համար ճիշտ չէ։ Չնայած միջոցառումը, ինչքան հիշում եմ, Հիսուսի արձանի, հա, բացման հետ կապված միջոցառում էր։ Մենք էլի տեսնում ենք երկու իրականություն։ Բացվում է Հիսուսի արձանը, ներկայեն գտնվում միջոցառմանը հայտնի հայեր, մարդիկ, ովքեր ինչ որ չափով հեղինակություն են վայելում հասարակության մեջ, ու մենք տեսնում ենք մի հակառակ իրականությունը, որտեղ դատապարտում են Սրբազանի 2 տարի, հա, ժամկետով։ Տեսնում ենք մի իրականություն, երբ որ մարդը ուղղակի մասնակցել է ինչ-որ քաղաքական ակցիաների, մասնակցել է իր տեսակետն արտահայտել, ինչ-որ քաղաքական դիրքորոշումներ արտահայտել, ինչ-որ երևույթի վերաբերյալ ու այդ մարդուն ձերբակալում են։ Ու այդ մարդը ապատահական մեկը չի, այդ մարդը օրինակ չգիտեմ ինչ որ թեմի առաջնորդ է, հոգևորական մարդ է, ով որ տարիներ շարունակ կանգնած է եղել ժողովրդի կողքին ու հոգևոր մակարդակով ծառայություն է մատուցել իր հայրենիքի համար։ Իմ քաղաքական հայացքները չեն համապատասխանում Սրբազանի քաղաքական հայացքների հետ, բայց անկախ ամեն ինչից խոսքի ազատությունը չպետք է ընտրովի լինի, եւ երբ որ իշխանությունը անդադ խոսում է, որ մեր երկրում կա խոսքի ազատություն, բայց ուղղակիորեն մենք բախվում ենք մի իրավիճակի, որ կա խոսքի ազատություն, բայց վստահ չես, որ կա ազատություն քո խոսքից հետո։ Հենց այստեղ է, որ բախվում են այդ իրականությունը, այսինքն դեմոկրատիան ու ոչ դեմոկրատիան։ Դու պետք է հասկանաս, թե ինչքանով ես պատրաստ քո երկիրը տանել դեպի դեմոկրատիայի ճանապարհով, ու մենակ ներկայացնելով չի, որ քո երկիրը դեմոկրատ է, դու պետք է ներքին ամեն ինչով ցույց տաս, որ քո երկիրը դեմոկրատ է, մենակ խոսելով չի։ Ու ամենացավալի բաներից մեկն էլ նաև այն էր, որ երեք տարբեր մի մարդ փորձում էր հայփ հավաքել դրա վրա, ասելով, որ տեսակ Սերժ Սարգսյանը ում հետ վատ հարաբերությունների մեջ է լինում, ինքը դատվում է, սա շատ ծիծաղալի ու շատ նողկալի էր միաժամանակ։ Օրինակ, չգիտեմ, Արմեն Աշոտյանի հետ ինչ վատ հարաբերություններ կարող են լինել։ Կամ Նարեկ Մալյանի, կամ մնացած բոլոր քաղաքապետարյալների, էլ չասենք Բաքվում գտնվող հիմա Արցախի ռազմաքաղաքական առաջնորդների մասին։ Ուղղակիորեն պետք է հասկանալ ինչի մասին պետք է խոսես, երբ պետք է խոսես ու պետք է ունենաս բարոյականություն ու կարմիր գծեր, որը որ չպիտի հատես։ Օրինակ իմ քաղաքական հայացքներն էլ շատ տեղերում չեն հատվում, հա, Միքայել Սրբազանի քաղաքական հայացքների հետ, բայց դա ոչինչ չի խոսում, օրինակ այն մասին, թե ես ինչ վերաբերմունք ունեմ իր նկատմամբ, որովհետև ամեն դեպքում կանգնացնել իրան այնտեղ, նման մեղադրանք առաջադրել, նման, հա, վերջում հայտարարություն անել տալ նման եզրափակում ես ամեն ինչին իմ համար խայտառակություն էր։ Որպես հայ քրիստոնյա մարդ խայտառակություն էր։ Հոդված կարդաց, խալ հոդվածով, այսպես ասած, իրենց այդ վերջնական խոսքը ասեցին,
որը որ նույնպես խոսում էր, որ դատավորը միգուցե խառնված է իրար, իրեն լավ չի զգում այդ իրավիճակում եւ այլն ու արդեն դա էլ է տարբեր հարցեր։ Ու մենք տեսնում ենք մի իրավիճակ, որ հմեկում օրինակ կարգալույց եղած հոգեվորականներն են հայտնվում։ Ու հետագայում այդ հոգեվորականին կառավարությունում գործի են տեղավորում։ Խոսում են նենց բաների մասին, որ իմ համար խայտարակություն է ուղղակի։ Ես ունեմ կոնկրետ, հոգևոր առաջնորդներ, ունեմ այն մարդիկ, ում ես մշտապես հետևում եմ, ում խոսքը ինձ համար հեղինակություն է, բայց օրինակ նման մարդկանց հանրային մակարդակով խոսք տալ, որպես հայ քրիստոնյա իմ համար այդ օքեյ չի ընդհանրապես։ Ու իմ համար խայտարակություն է, որ նման մարդկանց առհասարակ կարելի է լսել։ Ձայն տալը մի կողմ, ձայն տալիս են այն մարդիկ, ովքեր բարոյական մակարդակով այնքան զարգացած չեն։ Դե նայ, հիմա օրինակ հմեկը մարզերում դիտում են հմեկ։ Հա։ Այսինքն իրենք չունեն ընտրության հնարավորություն ու իրենք ուղղակիորեն նայում են այն մարդուն, որը որ հրամցվում է իրենց կոպիտ ասած։ Դե դու ընտրություն չունես ուրիշ բան նայես։ Այո, դրա համար իրենք ապրում են այդ իրականության մեջ ու չգիտեմ, կարող է իրենք մտածում են, որ երկու հատ ատոմակայան է կառուցել վարչապետերի ժամանակահատվածում։ Մետրոեն կառուցել է, մեկին։ Այսինքն ակադեմիական քաղաքը արդեն պատրաստ է, որ եկեք գնանք նայենք էլի, այդ վիճակն է իրենց մոտ, բայց ես վստահ եմ ակադեմիական քաղաքի մասին խոսելիս մի հատ շատ հետաքրքիր միջադեպ տեղի ունեցավ, ԿՊ-ական падգամավորներից մեկը մասնակցում էր մի ոդկասթի, եւ այդ ոդկասթի ժամանակ ինքը արեց հետեւյալ արտահայտությունը, ասաց, որ ուսանողները դեմ դուրս գային այդ նախագծին, կարող է մենք էլ չկառուցեինք։ Այսինքն ինքը իր խոսքով ցույց տվեց իրենց վերաբերմունքը ուսանողների նկատմամբ, երիտասարդների նկատմամբ, իրենց ժողովրդավարության աշճանն ու մակարդակը, ու առհասարակ այն էթիկան, ինչ պետքա դու խոսաս ու ինչ չպիտի խոսաս։ ԿՊ-ական падգամավորն է արել այդ հայտարարությունը։ Ես խոստանում եմ ԿՊ-ական падգամավորին չասեմ երբ, ինչ որ ժամանակահատված հետո ցույց տալ, թե ուսանողները ինչի են ընդունակ։ Ես վստահ եմ ինքը հետո այս խոսքերից լրջությունը կհասկանա։ Ես վստահ եմ, որ մենք անպայման դրա մեջ ինչ որ դեր կունենանք։ Վերադառնալով համասարանական խնդիրներին, ինձ համար, որպես արդեն համասարանը մագիստրատուրայի կոչումով ավարտած մարդ, այսպիսի հարց է տանջում ու այսպիսի խնդիր եմ ես տեսնում, դա հետբուհական կրթությունն է, այսինքն երբ որ քո մագիստրատուրայից հետո դու էլի շարունակում ես ասպիրանտուրայում կամ հայցորդությունում, գիտական աստիճանի մասնակցում։ Հետագայում երբ որ դու արդեն պաշտպանում ես, դու ստանում ես գիտական կոչում, աստիճան եւ հնարավորություն ես ունենում դասավանդելու։ Այսինքն եթե օրինակ ասպիրանտուրա ես սովորել, քո ասպիրանտուրա սովորած ժամանակահատվածում դու հնարավորություն ունես դասավանդելու։ Ու այստեղ ես եւս մի խնդիր եմ տեսնում, որ համալսարանները ու համալսարաններում ներգրավված աշխատողները, պրոֆեսորադասախոսական կազմը, միգուցե ոչ բոլոր համալսարանների մասին է խոսքը, բայց այդքան էլ չեն ցանկանում, որ դու շարունակես քո կրթությունը, որովհետեւ քո մեջ իրենք տեսնում են պոտենցիալ կոնկուրենտի, իրենք մտածում են, որ միգուցե եւ իրանց տեղը դու գնաս հետագայում դասախոս աշխատես, մանավանդ եթե հետեւյալ անձնավորությունը արդեն թոշակառուկին կամ տղամարդ է, ու համասարանի կողմից ու առհասարակ պետական քաղաքականությունը ուղղված չէ քո հետբուհական կրթության զարգացմանը, այսինքն գիտնականների արկայությանը, խրախուսմանը, զարգացմանը, գիտական հոդվածների էլի խրախուսմանը եւ զարգացմանը, ու սա եւս մեկ խնդիր է, որ մենք հետագայում չենք ունենալու բավարար չափով գիտնականներ, չենք ունենալու մարդիկ, ովքեր որ կզբաղվեն գիտությամբ, ինչ որ նոր բան կուսումնասիրեն, կհետազոտեն, ու նույնիսկ դասախոսների պակաս մենք կունենանք, որովհետեւ այսպես թե այնպես այն դասախոսը, որ 80 տարեկան է, ինքը հավես չի կարող աշխատել։ Մի հատ շատ հետաքրքիր պատմություն կա սրա մասին, ուղղակի անուններ չտալով, ասենց պատմեմ, իմ ընկերներից մեկը, ով արդեն 4-րդ կուրս էր, դիպլոմային պաշտպանության ժամանակ դասախոսին, իր ղեկավարին, մի ամից ասում է, որ մագիստրատուրան ստեղ չեմ տալու։ Ձեր բաժինն եմ տալու համալսարանում։ Ձեր բաժինն եմ տալու, բայց ոչ ձեր համալսարանի նույն բաժինը։ Դասախոսն ասում է՝ մի րոպե, չէ, տենց չի լինի, պետքա գաս իմ մոտ պարտադիր տաս։ Ինքը ասում է՝ չէ, ես այս համալսարան չեմ ուզում էլ դիմեմ։ Ոնց որ 4 տարի տառապել եմ ստեղ, հերիք է էլ, եկեք գնեմ հիմա էլ ուրիշ համալսարանում տառապեմ։ Դասախոսն ասում է՝ չէ, ուրեմն տենց չի լինի, ես քեզ չեմ նշանակելու։ Իրանց մեջ առաջանում է կոնֆլիկտ, ու կոնֆլիկտի թեզերից մեկը լինում է այն, որ դու քաղաքական ուղղվածություն ունես կոնկրետ։ Ասում է ուսանողին։ Ինքն ասում է դու էլ ունես ուղղվածություն, այդ նորմալ է։ Ինքը ասում է չէ, դու հլա ավարտած չես, դու չպետք է ունենաս։ Ու վերջում նենց է ստացվում, իմ ընկերը չի ավարտում համալսարանը,
Գնահատական ինքը Կարճ քրթական հավաքարքի մասին։ Կարմիր դիպլոմի էր ինքը գնում իրականում ու բարձր բալեր ուներ բոլոր առարկաներից։ Չի ավարտում համալսարանը, հաջորդ տարի, երբ որ արդեն է դասախոսը հեռացված է լինում աշխատանքից հենց քաղաքական հայացքների պատճառով, դիմում է ընդունվում է 4-րդ կուրսելի ու վերջում ավարտում է։ Այստեղ այսինքն կամի բան, եթե օրինակ դու դիմում ես ուրիշ տեղ, նույն իմ բաժնը, չէ, դու պետք է իմ մոտ գաս։ Այսինքն դու պետք է գաս լինես իմ թևի տակ կոպիտ ասած այնքան, մինչև ես կգնամ, բայց կիմանամ, որ իմ տեղը ես մարդ եմ թողել։ Այս մի խնդիրն էլ կա, որ իրանք այսպես ասած էգոիզմ ունեն։ Այսինքն տեսնում են լավ կադր է այդ ուսանողը։ Իրանք ամեն ինչ անում են, որ իրանք մոտ պահեն։ Ես հիշում եմ, երբ որ ես բակալավրը ավարտում էի ու ցանկանում էի մագիստրատուրա տալ, ու մենակ ես չէ, էլի մեր կուրսի լիքը ուսանողներ, մի շատ ճանաչված համալսարանական մարդ, զուտ չեմ ուզում ասեմ պաշտոնը եւ այլն, չթիրախավորելու համար, ասաց, հա դե լավ, ձեր ինչին է պետք որ։ Դու հասկանում ես համալսարանում աշխատող մարդը, որ սերունդ է կրթում, ասում է, ինչի համար եք տալի մագիստրատուրա։ Ժաննա Անդրեսյանը ասում է, ոչ բոլորը պետքա բարձրագույն կրթություն ունենան։ Խի պետքա բոլորին հասու լինի այդ ամեն ինչը։ Հասուն մի կողմից, բայց երբ որ ուսանողը ցանկանում է շարունակել, դու ինչ ես կոպիտ ասած, ասում ինչի տա։ Մենք ունենք դասախոսներ, ու իմ դասախոսներ չէ, այլ դասախոսներ, ովքեր ինչ չեն դասավանդում, ասում են, լավ թե մագիստրատուրան ինչ ես անում, սպասի մի 2 տարի, 3 տարի հետո կտասելի։ Ու հայցորդությամբ ու ասպիրանտուրայով հատուկ մարմին կա ցանկացած համալսարանում, որը որ զբաղվում է դրանով, այսինքն դու իր մոտ ես տանում քո հարցերը տալի, չգիտեմ, թղթերը տանում, ընդունվում եւ այլն եւ այլն։ Ու եւս մի վատ վիճակ է, երբ որ այդ մարդը չգիտի իր գործը։ Այսինքն հարցնում ես, օրինակ, ինչ քննություն է պետք, ասում է, չգիտեմ, օրինակ պետքա TOEFL հանձնես ամերիկանում, ասում ես, իսկ ամերիկանում TOEFL հանձնելու կարգը ո՞նց է։ Այսինքն ես հիմա պիտի գրանցվեմ այնտեղ, թե կարամ ընդունվեմ օրինակ ստեղ համալսարան, հետո գնամ այդ քննությունը տամ, այդ թուղթը բերեմ եւ այլն։ Իրանք տեղյակ չեն։ Ու ոչ մեկ տեղյակ չի, խնդիրը դա, ու մենակ մի համալսարանի մասին չի խոսքը։ Ես քեզ ավելի վատ պատկեր եմ։ Ես 2 համալսարան եմ գնացել, երբ որ ցանկանում էի դիմել հայցորդության համար, եւ տատանվում էի հայցորդություն թե ասպիրանտուրա, ու ինձ չէին կարողանում իմ հարցերին պատասխան տալ, որպեսզի ես կարողանայի գնալ իմ թղթերը տալ եւ ընդունվել։ Համալսարան կա, որ ինքը չգիտի ինչ բաժին ունի։ Այսինքն ես աշխատակցին հարցնում եմ, կնայեք դուք այս բաժինն ունեք, ասում եմ, համ, յուսիմ։ Ասում եմ, ոնց ճշտենք, համ, դե մի 2 օրից արի կիմանամ կասեմ։ Ստիլով։ Ուտեց մնաց։ Ասենք դու արդեն կարծիք ես կազմում տվյալ հաստատության մասին։ Ու իրաց ներգրավվածության մասին, թե ինչքանով է ընդհանուր այդ համալսարանը մոտիվացված, որպեսզի դու մնաս իրենց մոտ ու իրանք մատների արանքով են շատ նայում, այդ ամեն ինչով արդեն ուսանողը հիասթափվում է այդ ամեն ինչից, հետո էլ ասում են, թե օրինակ ինչի են ուսանողները սկսել դուրս շատ դիմել։ Դրա համար, որ օրինակ դրսում այդ վճարները ավելի էժան են։ Դրա համար, որ գնաս դուրս սովորես, թեկուզ այն ամենաճկլասի համալսարանում գաս տեղ, գործատունը սլո ինք դուրսն է սովորել, իրան ընդունենք։ Բացի այդ դու ունենալու ես համապատասխան գիտելիքներ։ Ու գիտես մի հետաքրքիր բան էլ կար, երբ որ ես մագիստրատուրան անվճար էի սովորում, ինձ պետք է տային կրթաթոշակ։ 5000 դրամ, 6000 դրամ։ Այդ 6000 դրամ կրթաթոշակը երբ որ ինձ պիտի տային, իրանք մի քանի ամիս չէին հասկանում, թե ինձ ոնց պիտի տան այդ կրթաթոշակը։ Հա, մենք անցած տարի ունեցել ենք տենց խնդիր էլի։ Առաջին կուրսեցին, չէ, գնեք, երկրորդ կուրսեցիները, որ արդեն նոր պետք է այդ աղջիկը կոնկրետ ստանար, ինքը տարվա վերջում ստացել է ամբողջ տարվանը, որովհետև մի ամբողջ տարի համալսարանը չի որոշել, թե ոնց պետք է այդ գումարը փոխանցի։ Ինքը ասում է իմ համար ավելի լավ, ես վերջում ընդհանուր կծախսեմ այդ ձեր տված 5000-6000 դրամները, բայց ասում է կծախսի 30000, իմ բարակայում 30000 դրամ է վերջը։ Ինչու՞ գումար ինչ որ կստացվի, մի բան կանի լավ, բայց ասում եմ, ես օրինակ ուսանող եմ, օրինակ, Աստված չանի ուսանող եմ, ով ունի ֆինանսական լուրջ խնդիր ու այդ 5000 դրամն էլ իր կյանքում դեր խաղում։ Ու եւս մի խնդիր կա, որին որ դու մոտ ապագայում բախվելու ես, դա դիպլոմային գրելն է ու դիպլոմայինի ղեկավար ասվածն է, որովհետեւ դիպլոմայինի ղեկավարը ամեն ինչ թողում է քո վրա։ Ոչ, իմ դիպլոմայինի ղեկավարը այդպեսին չի, ես կուրսային իր հետ եմ եւս անցկացրել, կուրսային ղեկավարն էլ ինքը եղել, հիանալի աշխատանք ենք արել միասին, 50-50 ես ասենց կասեմ։ Ու վստահ եմ, որ դիպլոմայինն էլ նույն ձև կստացի, որտեվ ես թեման միասին ենք ընտրել։ Ես հենց ամեն սկզբից էլ իմացել եմ, որ իմ ղեկավարը ինքը պետք է լինի։ Ես բակալավրի ժամանակ ունեցել եմ այնպիսի ղեկավար,
ով որ հանրային կառավարման փորձագետ է, ու ինքը բավականին տարբեր տեղեր գնում է հարցազրույցների եւ այլն, ու իմ թեման վերաբերվում էր կառավարությանը, վերաբերվում էր ընդհանուր գործադիր մարմնին, ու այդ մարդը չգիտեր թե քանի նախարարություն կա Հայաստանի Հանրապետությունում ու նախարարությունները ոնց են կոչվում։ Հետևաբար ես նախանձում եմ քեզ, բայց օրինակ իմ մագիստրատուրայի ղեկավարը շատ լավն էր, պարոն Բաղչագուլյանն էր, որ լավ մասնագետ է, ու այստեղ էլ կարևոր բան կա, երբ որ դու օրինակ սովորում ես հանրային կառավարում, պետք է քո դասախոսները լինեն մարդիկ, ովքեր որ հանրային կառավարման մեջ տարբեր փորձ ունեն, այսինքն չգիտեմ, եղել են նախարար, եղել են գործադիր մարմնի բարձրաստիճան պաշտոնյաներ, եղել են թեկուզ օրենսդիր մարմնի դեպքում պատգամավոր կամ չգիտեմ ազգային ժողովի բարձր օղակներում աշխատող մարդիկ, բայց մենք հիմա ունենք մի իրավիճակ, երբ օրինակ բիզնես տալիս են մարդիկ, ովքեր որ երբեք չգիտեն ինչա բիզնեսը։ Բացի հիմա օրինակ եթե արգելում են կուսակցական անձանց ներգրավվածությունը բուհական համակարգում, ես օրինակ դրան կողմ կլինեմ այն ժամանակ, երբ որ օրինակ այդ ռեկտորատի օրինակ նիստերին, հոգաբարձու խորհրդի կազմում չլինեն կուսակցական անձիկ, ես դրան կողմ եմ, բայց օրինակ քաղաքագիտություն դասավանդի մարդ, ով որ կիլոմետրով հեռու է քաղաքականությունից ու քաղաքագիտական ցանկացած ինչ-որ գաղափարից, ես դա չեմ ընդունում։ Խնդիր չկա, թող լինի կուսակցական անձ, ինձ դասավանդի քաղաքագիտություն, կուսակցական անձ, ես դրա մեջ ընդհանրապես խնդիր չեմ տեսնի։ Հիմա նայեք ազգային ժողովում պետքա այնպիսի պատգամավորներ լինեն, ովքեր օրինակ չգիտեմ, գիտնականներ են, քաղաքական մեծ հետագիծ ունեցող քաղաքական գործիչներ են, իրենցից ինչ կոպիտ ասած ինչ որ բան են ներկայացնում, ինչ որ հետազոտություն, կապ չունի, որ կարա լինի մշակույթ, սպորտ, ամեն ինչ կարա լինի ինքը, մենք պետք է ունենանք այդ։ Ու պատգամավորները որպես այդպիսին կարան մենակ գիտակրթական գործունեություն ծավալեն։ Դա ինչի համար էր արված, որպեսզի այդ մարդիկ կարողանան իրենց փորձով կիսվել համալսարաններում ուսանողների հետ։ Այո, այսինքն եթե մարդը երկար ժամանակ աշխատել է օրինակ նախարար, ինքը ունի գիտելիքներ, որը որ ես չեմ կարող հանրային կառավարման ուսանող լինելով այլ մասնագիտության տեր անձից ստանամ։ Ու հիմա երբ որ դու արգելում ես օրինակ օրենսդրի ներկայացուցիչ օրինակ падգամավորը լինի կուսակցական ու գա դասախոսություն կարդա, դու կորցնում ես քո ապագա ազգային ժողովի падգամավորներին, կառավարության աշխատողներին։ Բացի այդ, որ այդ օրենքը ընդունվեց ու հոգաբարձու խորհրդում դեռևս շարունակում են նախագահել այն մարդիկ, ովքեր ԿՊ-ի հետ շատ սերտ կապեր ունեն, նաև համալսարաններից հեռացվել են բոլոր այն դասախոսները, ովքեր ունեն քաղաքական ընդդիմադիր հայացքներ։ Իմ շատ սիրելի դասախոսները, ովքեր ինձ տվել են ամեն ինչ այդ համալսարանում մնալու համար ու ցանկություն են հենց առաջացրել իմ մոտ, որ ես հենց այդ բուհում սովորեմ, իրենք հեռացվել են աշխատանքից, որովհետև իրանք այն հասարակ լեկցիաներից բացի մեզ տալիս էին ավելի կարևոր բաներ։ Այդ հայրենասիրությունները, այդ ինչ որ արժեքներ էր, որ իրանք իրանց մեջ էին այդ ամեն ինչը կրում։ Ու լսարանում իրանք իրոք ուսանողին բան ունեին տալու։ Ու այսինքն իրանք քարոզարշավ չէին անում։ Ընդհանրապես դասի շրջանակում էր ամեն ինչ տեղի ունենում։ Ու հենց այդտեղ իրականությունը ու այդ կոպիտ ասած երազանքը իրարից բան լինում, առանձնանում։ Բայց հիմա օրինակ հոգաբարձու խորհրդի նախագահներ են, բոլորը ԿՊ-ից են։ Բոլորը, Ավինյան Տիգրանը չեմ հասկանում, այս մասով օրինակ իրենք ինչի են ձգտում, հանեն բոլոր ընդդիմադիրներին, որ դասախոսներ օրինակ լինեն ԿՊ-ական, չգիտեմ, ովքեր ժամանակին ինչ որ հայտնի տեսանյութեր ունեն, հա, իրանց մասնակցությամբ լատինո ապարելու, ել չեմ ասում մնացած խայտարակ ինչ որ բովանդակությամբ նյութեր էին տարածում։ Եվ այստեղ էլի մենք բախվում ենք այդ խնդրին, որ մենք չունենք լավ մասնագետներ, ովքեր կկարողանան լսարանում ուսանողին տալ այն ինչ որ իրոք իրանց պետք է։ Իսկ ըստ քեզ ինչպես է փոխվում իշխանության ընկալումը տարբեր սերունդների միջև։ Օրինակ այս իշխանության ժամանակահատվածում արդեն իշխանությունից զզվանք է առաջանում։ Այսինքն ես ուսանող եմ, ով նայում է իր իշխանությունը ոնց է այս վերջի 7 տարվա ժամանակ աշխատել։ Ու իմ մոտ բնականաբար միայն բացասական զգացողություններ են գալիս իր նկատմամբ։ Ու իմ չէ, բայց ես գիտեմ, որ իմ հասակակիցների ու շատ սերնդակիցների համար մեկ վախը այն է, որ մինչև չգա հետինը չի հիշվի առաջինը, սա օգտագործենք ու վատից վատը չգա։ Շատ դեպքերում հենց ուսանողները դրա համար չեն կանգնում ոտքի, բայց եկավ մի պահ պատերազմից հետո, որ բոլորը հասկացան, որ մի րոպե սրանից ավելի վատ չի լինելու։
Դրանից հետո մենք տեսանք ուսանողների ու երիտասարդների ակտիվ ներգրավվածությունը քաղաքական process-ներին, քաղաքական ու հասարակական process-ներին։ Տես օրինակ մի sense հետաքրքիր բան կա, որ այն սերունդը, որ մեծացել է ԽՍՀՄ-ի ժամանակ, իրանք նայել են հեռուստացույց ու հեռուստացույցով եղել է նույն ռոպագանդան, այսպես ասած, ռոպագանդա կա ցանկացած ժամանակահատված, բայց այդ ժամանակահատվածում ավելի փակ էր ինֆորմացիան ու տարբերակներից մեկը հենց այն է, թե ինչի սովետը քանդվեց, որովհետև երբ որ ճաքեր տվեց ու դրսից եկող ինֆորմացիան եկավ անընդհատ լցվեց, արդեն սովետը ճաքեր տվեց ու փլուզվեց։ Ու հիմա ինչ էի ցանկանում ասել, որ այն մարդիկ, ովքեր որ դրա տակ են մեծացել, իրենք միանշանակ հավատում են այն ամեն ինչին, ինչը որ ասում է հեռուստացույցը։ Որովհետև իրանց համար բացարձակ ճշմարտություն է հեռուստացույցն ու թերթը։ Այո։ Եթե այնտեղ գրվում է ինչ-որ մի բան, ուրեմն 100%-ից իրանց համար ճիշտ է։ Այո, միջին տարիքից բարձր մարդիկ, ինչ որ լսում են հեռուստացույցով, հիմնական հատվածը բացի այդ, ասենք արհեստական բանականությամբ ստեղծած վիդեոները շատ դժվար է այդ մարդկանց համոզել, որ այդ իրականում տենց չի, օրինակ, չգիտեմ, Բեգեմոտը չի ապարում լատինո-ամերիկյան պարեր, շատ դժվար է այդ իրանց բացատրել իրականում, որովհետև դա մեղադրելու էլ չի, ուղղակի ամեն ժամանակահատված իր ստանդարտները ունի։ Տես օրինակ մեր ժամանակահատվածում ու մեզնից մի քիչ ավելի բարձր սերունդի մոտ, մեր մոտ իշխանությունը ավելի շատ հարգանքի մասին էր, անհասանելիության մասին էր, ինչ որ աստիճանի մասին էր, ու ինչ որ պատվի մասին էր, որը որ այդ մարդիկ ունեին։ Որովհետև այդ ժամանակ ամեն ինչ ավելի փակ էր ու մենք ամեն ինչ ավելի sense մաքուր էինք տեսնում։ Իսկ հիմա մենք տեսնում ենք, որ օրինակ իշխանությունը մեր ներկայիս բացի կեղտից իրանց ոչ մի բան չի պարունակում ու մեր համար այդ մի տեսակ ասում ենք լավ եթե կեղտ օրինակ նախ վարչապետ է խի ինքը կարա լինի օրինակ մեր հարևանես ինչը չի կարա լինի ու օրինակ նա երբ որ վարչապետը դուրս է գալի հրապարակ ու ինչ որ շենքերի դիմաց իր կլեչը տնի սարոշկայով վիդեոներ է նկարում եւ այլն իմ համար օրինակ դա անընդունելի է ես չեմ ընկալում դա Կարող է ես ավելի այլ վիդեոներ եմ տեսել իմ ժամանակ, ես այդքան մեծ չեմ, բայց իմ ժամանակ այլ ա եղել իշխանության ընկալումը եւ այլն, ես չեմ կարողանում ընդունել, ընկալել, որ վարչապետը կլեչետնի սարոշկայով դուրս է գալի փողոց ու ինչ որ անհասկանալի քարոզարշավ անում կամ ինչ որ բարեփոխումներ ա ներկայացնում եւ այլն, այն ժամանակատվածում, երբ որ դրա համար կան ուրիշ մարդիկ, ովքեր որ այդ ամեն ինչը պիտի անեն։ Օրինակ ես չեմ պատկերացնում, որ Սերժ Սարգսյանը կամ Ռոբերտ Քոչարյանը դուրս գային փողոց ու ինչ որ ասեն ես այս ճանապարհն եմ ասֆալտապատել, որովհետև դու պիտի գործ անես, դա քո գործն է ու հենց նախագահի առավելությունը կայանում էր նրանում, որ ինքը ամեն ինչը չի ցուցադրել, բայց արել է ու հիմա շատերը նաև մեղադրում են դրա մեջ, որ ինքը ցույց չի տվել այդ ամեն ինչը, բայց ցույց տալուն է ձև կա, չափ կա, մակարդակ կա։ Ես իմ մանկությունից մեծ շատ sense հրաշալի դրվագ պատմեմ, որ այդ իմ մեջ շատ sense տպավորվել է։ Ես սովորել եմ մեր տարածաշրջանի ամենալավ դպրոցում, պետական դպրոց էր ինքը, Նժդեհի անվան դպրոցում ու մեր մոտ sense հայրենական գաղափարները ամենաբարձր մակարդակի վրա էին, մենք դրանով էինք սնվում օր ու գիշեր։ Երբ որ հերթական շրջայցերից մեկի ժամանակ Արմեն Աշոտյանն ու Տարոն Մարգարյանը եկան մեր դպրոց եւ ես այն երեխաներից ովքեր պետք է իրանց դիմավորեին, երբ որ այդ մարդիկ մտան դպրոց, դու անկախ քեզնից զգաստանում ես։ Այդ գալիս է նրանից, որ դու չճանաչելով տվյալ մարդուն արդեն հարգանք ունես իր նկատմամբ, իր անձի նկատմամբ, որովհետեւ ինչքան էլ դու փոքր ես, դու լսում ես կողքից օրինակ այդ մարդը ինչ ա արել, ոնց ա արել, ու այդ ժամանակ մեր վարչական շրջանը իր ծաղկուն օրերն էր ապրում ու ոչ միայն վարչական շրջանը, նաև մեր կրթությունը, մեր դպրոցը, հարակից դպրոցները վերանորոգում էր իրականացվում, շաբաթօրյակներ էինք ակտիվանում, դպրոցական միջոցառումներ էինք անում, շատ ու շատ հետաքրքիր տենց հա բովանդակալից մենք դպրոցական տարիներ ենք ունեցել այդ դպրոցում։ Ես հիշում եմ, որ երբ որ մեղու մրցույթ հայոց լեզվի մրցույթ էր ու այդ ժամանակ հաղթողներին այդ ժամանակվա կրթության գիտության նախարարը, այսինքն Արմեն Աշոտյանը, հենց խաղալիք մեղուներ էր տալի, ինչ որ կրծքանշան էր տալի, թե ինչ որ նշան էր տալի, ու ես շատ էի ցանկանում հաղթել, որ ինձ Արմեն Աշոտյանը տար այդ կրծքանշանը, բայց ինձ դա մենը 6 միավոր չէր։ Նույնը իմ հետ եղավ շախմատի միջոցառման ժամանակ
վարչական շրջանին հաղթեցի ու արդեն Երևանի Բայց անկախ ամենից վերադառնալով մեր թեմային, հիմա հասարակության մեջ ավելին են զգացողությունա, որ եթե պատգամավորա, պետք չի իրան հարգել։ Կապ չունի ինքը իշխանական է, անդիմադիր է, չգիտեմ, նախկին պատգամավոր։ Բայց մի հատ բան էլ կա, օրինակ մենք երբ որ նախկին պատգամավորների կողքին կանգնում ենք, մենք հələ այդ աուրան զգում ենք իրենց կողքը, որ կա այդ զգաստությունը, կա այդ հարգանքը իրենց նկատմամբ։ Իսկ ըստ քեզ դա ինչի՞ց է առաջացել։ Որովհետև մարդիկ պատմություն ունեն իրենց մեջքի հետևում, ներկայիս իշխանություն, որովհետև նայում ես դատար կա, դատարկություն է, դու չես կարող հարգել։ Բայց խնդիրը մենակ իշխանության մեջ չի, այսինքն թեկուզ ընդդիմադիր քաղաքական գործիչների նկատմամբ հասարակության մեջ չկա այն հարգանքն ու այն բարձր գնահատականը, ինչը որ կար առաջ։ Կարծում եմ այդ կարա լինի նրանից, որ մարդիկ ովքեր ընդդիմությանը ձայն են տվել, սպասելիքներ են ունեցել, որ չգիտեմ, թեկուզ խորհրդարանում կբարձրացնեն իրենց ձայնը, կհեռացնեն Նիկոլ Փաշինյանին, բայց պատկերացում էլ չեն ունեցել, որ միայն խորհրդարանում խոսելով ու ձայն բարձրացնելով չի։ Այսինքն սպասելիքներ են ունեցել անկախ իրենցից, առանց հասկանալ, որ սպասելիքները մենակ պատգամավորներից ընդդիմադիր կախված չի, այ հենց այդ քաղաքացիությունն է կախված։ Հիմա մենք խոսում ենք իմպիչմենտից, այո, իմպիչմենտ պետք է լինի։ Ինքը սահմանադրական միակ ուղին է, որով կարող ենք անվստահություն հայտնել ներկայիս իշխանություններին ու հեռացնել իրենց։ Բայց մենք պետք է հասկանանք նաև փողոցի կարևորությունը։ Այսինքն падգամավորը գնա իմպիչմենտի հայ թուղթը լրացնի, ասի ես ուզում եմ քեզ հանեմ, չի ասի մի րոպե ժողովուրդը այնտեղ հնազանդ իր համարյա կյանքով ապրում է։ Այսինքն ընդվզում պետք է առանց բռնության, առանց որևիցե ինչ-որ բանի պետք է, բայց ընդվզում, պետք է պայքար, պետք է երիտասարդները ոտքի կանգնեն։ Օրինակ 2018 թվականին ամեն ինչ սկսեց բուհերից։ Այսինքն միջև բուհեր մտնելը մարդ չկար փողոցում։ Բայց երբ որ բուհերը դուրս եկան ոտքի, դա էլ աֆեկտի տակ ա եղել այդ ամեն ինչը, վստահ եմ։ Չէ, սա ավելի շատ կարծում եմ, որ մարդիկ դուրս եկան փողոց նախագահի հրաժարականից հետո։ Կարա լինի։ Ավելի շատ այդ տպավորությունը։ Բայց փողոցում մարդ հայտնվեց այն ժամանակ, երբ որ ուսանողները դուրս եկան, այսինքն հիմնական շարժից ու Բայց ուսանողները դուրս չեկան, ուսանողներին հանեցին։ Հանեցին։ Հա, վիդեոն հիմա տեսնում ենք, օրինակ Բրյուսելում ոնց ա եղել։ Մնացած տեղերում ոնց ա եղել, հա, կային համալսարաններ, անսասան մնացին իրենց տեղում։ Ապրեն իրենք, բայց ուսանողին այդ ժամանակ Դա եւս մեկ անգամ հենց այս պահին էլ հակադարձում է այն թեզին, որ համալսարանները բոլորը, չգիտեմ, ուսխորհուրդներում հանրապետական էին, որովհետև եթե ուսխորհուրդում բոլորը հանրապետական էին, այդ ոնց դուրս եկան տենց փողոց։ Հետևաբար այստեղ եւս մի Նիկոլի, այսպես ասած, ստերից մեկին ենք փախվում, ու առհասարակ, եթե չլիներ պոպուլիզմը, նրանք չէին գա իշխանության, ու եթե չլինի պոպուլիզմը, նրանք կկորցնեն իշխանությունը։ Ու ուսանողական խորհուրդների մասին խոսելով էլ պետքա փաստենք մի բան, որ ներկայիս ռեկտորները, իշխանական անձիկ, շատ հարցերում ուսանողական խորհրդի ղեկավարներին եւ ներկայացուցիչներին, այսպես ասած, նեղում են։ Թե օրինակ ֆինանսների կառավարման առումով, այսինքն ուսանողական խորհուրդ ունի կոնկրետ բյուջե, որը պետքա տարվա ընթացքում ծախսի ուսանողական կարիքների համար։ Բայց ռեկտորը պետքա հաստատի ծախսել այդ տարվա։ Ու այդ առումով էլ շատ խնդիրներ առաջանում ենք շատ, հա, տարբեր համալսարանների ուսանողական խորհուրդների ղեկավարների, ինչ որ պաշտոններ զբաղեցնող ուսանողների հետ բարբերաբար շփումներ ենք ունենում ու այդ նույն խնդիրը բոլորից լսում ենք, որ ուսանողական խորհուրդը ռեկտորները տվյալ համալսարանին փորձում են կառավարել։ Ու եթե հանկարծ Աստված չանի, ինչ որ ուսանողական խորհրդի ղեկավար կամ ղեկավար մարմնից ինչ որ մեկը դուրս գա փողոց պայքարի, կարող է ռեկտորը որոշի, որ լուծարում է ուսանողական խորհուրդը, թազա ուսանողական խորհրդի ընտրություններ առաջ քաշում։ Ու նայի նախկինում 2008-ից 18 թվականների օրինակը, հա, բերենք այդ ժամանակահատվածում ուսանողներին, երիտասարդներին համոզում էին, որ ձեր ձայնը լսելի չի, բայց իրականում իրենց ձայնը լսելի էր։ Այսինքն, երբ որ տեղի էին ունենում ակցիաներ, փոքր ցույցեր եւ այլն, այդ ամեն ինչը իր տրամաբանական ավարտին հասնում էր հաջողությամբ։ Այնտեղ, չգիտեմ, Էլեկտրիկ Երևան էր, որ պետքա, չգիտեմ, լույսի սակագինը չպետքա բարձրանա ու չբարձրանա։ Տրանսպորտի թանկացումները եւ ու հետո իրանք եկան ու տրանսպորտը թանկացրին, այո։ Հետո լույսը թանկացրին ու տան շարունակեցին արեցին այն ամենի հակառակը, ինչի դեմ որ իրանք այդ ժամանակ պայքարում էին։ Բայց այդ ժամանակվա երիտասարդությանն ու ուսանողությանը ասում էին ձեր ձայնը չի լսվում, այնինչ իրանց ձայնը լսվում էր, իսկ հիմա ուսանողներին ու երիտասարդներին ասում են ձեր ձայնը լսվում է, բայց իրականում իրենց ձայնը չի լսվում։
Վստահ համաձայն եմ, 100% համաձայն եմ այս ամեն ինչի հետ։ Ու այդ ամեն ինչը փաստում է եւս մի բան, որ օրինակ այս կրթության գիտության օրենքի փոփոխումը տեղյակ ես վստահ եմ դրանից, այնտեղ կա մի կետ, որ գիտական խորհրդում ուսանողների ներգրավվածությունը կարող է հասնել մինչև 5%-ի։ Մինչև 5% կարող է լինի նաև 1%, այսինքն հստակ մենք ցուցանիշ չունենք, թե քանի ուսանող կարա մասնակցի գիտական խորհրդի հետ, հավաքներին խորհրդի անդամ դառնա։ Եվ այստեղ էլի կարող ենք ասել, որ գիտական խորհուրդը այն մարմինն էր, որ համալսարանում բարձրաձայնում էր ուսանողի խնդիրների մասին, հավաքական խնդիրների մասին։ Չեմ ասում օրինակ ինչ որ մի ուսանող ուներ այսինչ խնդիրը գիտական խորհրդի նիստի ժամանակ դրվելու էր քննարկվել այդ խնդիրը, ոչ, հավաքական խնդիր, օրինակ նույն կուրսային աշխատանքների վերաբերյալ, դիպլոմային աշխատանքների վերաբերյալ օրինակ կա այս խնդիրները, որ այս պահանջներն են ներկայացնում ուսանողին, բայց օրինակ ոչ մի միջոց չեն տալիս այդ ամեն ինչը ապահովելու համար։ Գիտական խորհուրդը հենց դրա համար էր։ Իսկ հիմա որ գիտական խորհուրդներում արդեն կրճատվում է ուսանողների ներգրավվածությունը, այս ամեն ինչը խոսում է նրա մասին, որ ուսանողների ձայնը լսելի չի եւ ավելի են փորձում ճնշել ուսանողներին։ Բացի այդ, կրթության գիտության նախարարությունը, օրինակ Բոլոնյան համակարգը ամբողջապես չի իրացնում մեր հայկական կրթական համակարգի վրա, այսինքն մենք հետխորհրդայինի ու Բոլոնյանի տենց մեջտեղը ինչ-որ միտեղ տենց մնացել ենք ու ոչ օգտվում ենք խորհրդայինի առավելություններից, ոչ օգտվում ենք Բոլոնյանի առավելություններից։ 2006 թե 7 թվականին է կարծեմ Բոլոնյան համակարգը մտել իրականության մեջ ու հետագա այդ 10 տարիներին, երբ որ հանրապետականների իշխանության այդ ժամանակահատվածում արդեն փորձում էին Բոլոնյան համակարգը ներդնել ու ամբողջապես իրացնել։ Իհարկե այդ ժամանակահատվածը շատ քիչ էր ու ամբողջապես չէին կարող ներդնել, բայց էլի որոշակի չափով հաջողվել է ու ներկա իշխանությունը, օրինակ, չգիտեմ, կրթության, գիտության, մշակույթի, սպորտի նախարարը եւ այլն, ովքեր որ պետքա ձեռնամուխ լինեն, որ այդ ամեն ինչը ավելի զարգացնեն, կամ չգիտեմ, ցանկացած կրթական համակարգ, որ ինքը նորմալ աշխատի, իրենք չեն անում։ Օրինակ Բոլոնյան համակարգի առավելություններից մեկը կայանում էր նրանում, որ դու օրինակ սովորում ես Հայաստանի Հանրապետությունում, չգիտեմ, Բրյուսելում ես սովորում, դու կարաս չգիտեմ, Շվեդիայի լեզվաբանական համալսարանի գրադարանին դոստուպ ունենաս, այսինքն դու կարողանաս կարդալ ընդդեի գրականությունը, ոչ թե ստիպված լինես մի քանի $100, իսկ մասնագիտական իսկական լավ գրքերը բավականին թանկ հաճույք են։ Իսկ այդ Բոլոնյան համակարգը քեզ հնարավորություն է տալիս դրանից օգտվելու։ Բոլոնյան համակարգը քեզ հնարավորություն է տալի, որ դու ստեղ օրինակ ավարտես համալսարանը, դու քո դիպլոմը տանես եւ օրինակ Շվեդիայում անցնես աշխատանքի, ինչի որ հիմա չի իրականացվում։ Բացի այդ Արմեն Աշոտյանը անում էր ամեն բան, որ օրինակ երբ որ դու ավարտում ես 12-ամյա կրթությունը, դու ունենաս արդեն հստակ մասնագիտական ուղղվածություն։ Ես 12-րդ դասարանը ավարտել եմ տնտեսագիտական հոսքով եւ եթե ամեն ինչ ճիշտ լիներ, ես սովորել եմ 19-20 թվականների սկսած, ավարտել եմ 22-23 ուսումնական տարին։ Եթե ամեն ինչ ճիշտ լիներ այդ ժամանակ, ես օրինակ շատ հեշտ առանց որևիցե այլ պարապմունքի, կողմնակից պարապմունքի պետքա կարողանայի ընդունվել օրինակ տնտեսագիտական համալսարան, բայց բոլորս էլ հասկանում ենք, որ հիմա ավագ դպրոցի աշակերտները չեն կարող դառնալ դիմորդ առանց հավելյալ պարապմունքների։ Բայց Արմեն Աշոտյանի նախագիծը կոնկրետ իր ծրագրած այդ ամեն քայլը խոսում էր այն մասին, որ մենք պետքա դպրոցներում ունենայինք ամեն ինչ, սկսած դասասենյակից հագեցած ցանկացած տեխնիկայով եւ, չգիտեմ, անհրաժեշտ ցանկացած բանով, որպիսի օրինակ կենսաքիմիա պարապողը փորձերը աներ, իր ամեն ինչը աներ հենց այդտեղ, սովորեր եւ գոնե մինիմալ մասնագիտական գիտելիքով նոր գնար համալսարան։ Բացի այդ, ես ունեցել եմ ևս մի առավելություն, որը չեն ունեցել իշխանափոխությունից հետո սովորածները, ես կարողացել եմ մի քանի մասնագիտություն ընտրել համալսարանում։ Ու ըստ դրա, եթե իմ բալերը օրինակ չհերիք էր, ես ընտրել եմ առաջի տեղով ՀՊՏՀ կառավարում անվճարը, երկրորդը վճարովին, ու տես դու 10 տեղ էիր նշում, ու եթե քեզ չեր հերիքում քո միավորն ես, վերևից իջնում էիր ներքև, ու որ երրորդին որ հերիքում էր, ըստ քո նախասիրության ու նախատրամադրվածության դու ընտրում էիր, որտեղ որ հերիքում էր, այդտեղ նստում էիր։ Ինչը որ հիմա չկա, այսինքն եթե դու ընտրում ես, չգիտեմ, միջազգային հարաբերություններ, ու միջազգային հարաբերություններում չի հերիքում քո միավորները, ու դու չես ընդունում միջազգային հարաբերություններ, դու մնում ես ուղղակիորեն
առանց համալսարանի։ Ու այդ բaragայում արդեն քո տվյալները չգիտեմ ոնց հայտնվում է երրորդ համալսարանների մոտ, ովքեր բաց է դոստուպ, այսինքն։ Այո, ովքեր որ քեզ զանգում են, ասում են մենք ունենք թափուր X համալսարանի երկրագործության ֆակուլտետում, որը որ вообще կապ չուներ քո ընտրածի հետ։ Մենք ունենք այս համալսարանի այս ֆակուլտետի այս մասնագիտության այստեղ է, եթե դու ցանկանում ես կարաս գաս ընդունվես։ Ու այստեղ էլ մենք ունենում ենք իրավիճակ, երբ որ այդ աբիտուրենտը, որ չի ցանկանում ուղղակիորեն դուրս մնալ համալսարանից, ուզում է իր կրթությունը շարունակել, գնում է նստում է միտեղ, որը որ ոչ ինքն է ուզում, ոչ իր ցանկությունն է, ոչ իր մասնագիտությունն է, ոչ ինքը ուզում է դրանով առաջ գնա, ուղղակիորեն նստում է այդտեղ, որ ինքը դուրս չմնա այդ ամեն ինչից։ Բացի այդ մենք կոնկրետ մշակված քննական կարգ չունենք դեռևս։ Ամեն տարի, այսինքն քննությունների մեջ ինչ որ բան փոխվում է։ Երբ որ ես էի դիմորդ, այդ տարի օրինակ ես մինչև հունվար ամիս վստահ իմացել եմ, որ ես մենակ անգլերենի քննություն եմ տալիս։ Փետրվար ամսին ես իմացա, որ անգլերենից բացի հայոց լեզու պարտադիր պիտի հանձնեմ։ Այսինքն ես ունեի 2, մաքսիմում 3 ամիս պատրաստվելու համար։ Օրինակ ես ընդունվել եմ համալսարան Ժող ինստիտուտը տվել եմ հայերեն, անգլերեն, մաթեմատիկա, բայց դրանից հետո ոնց որ փոխվեցին ու հայերենը կորոնայի ժամանակ մնաց մի քննություն, կորոնայից հետո ավելացրեցին երկրորդ կամ ընտրական քննությունը եւ արդեն մեր տարի 2022-23-ին ավելացրեցին, որ հայոց լեզուն պետքա պարտադիր դառնա։ Եվ մեզ դրա մասին տեղեկացրեցին ընդամենը 3 ամիս շուտ։ Եվ այստեղ էլի մի հատ էլ բան են ավելացրել, որ օրինակ դու դեկտեմբերին գնում ես փորձնական քննության։ Ու այս մասնավոր բուհերն էլ են շատ անում։ Դու դեկտեմբերին գնում ես քննության, որ եթե հանկարծ դու հետո միասնական քննությունը տապալես, դու վստահ իմանաս, որ օրինակ այդ համալսարան դու արդեն ընդունվել ես։ Իսկ այս միասնականի դեկտեմբերի քննությունները, օրինակ ես անդադ արդյունքներին հետևում եմ, ուղղակի խայտառակություն է։ Դիմորդների 50%-ից ավելին կտրվում է դեկտեմբերի ցուցանիշով։ Էլ չեմ ասում, որ եթե մենք մի քանի ամիս ենք սպասում գալիս է արդեն, հա, մայիս ամիս, հունիս ամիսը քննությունների ամիսը, մենք տեսնում ենք մի պատկեր, որ օրինակ հայոց պատմությունն առարկայից դիմորդների 28%-ը կտրվել է։ Այսինքն համալսարան չեն ընդունվել հայոց պատմություն չիմանալու համար։ Դիմորդների օրինակ, չգիտեմ, 20%-ը կտրվել է, որտեղ հայոց լեզու հայ գրականություն չգիտի։ Այո։ Այս ամեն ինչը շատ ցավալի է։ Ու մենք այս ամեն ինչին զուգահեռ ամեն ինչ սարքում ենք QR-ներով, բթացնում ենք, ասում ենք գնացեք գadgetներով կսովորեք, ու նույնը մենք անցած չունի որ դու gadget չունես։ Ու նույնը մենք անցած հաղորդմանն էլ էինք խոսում, որ ամեն ինչ տանում են դեպի սրան։ Տանում են on-line-ին, տանում են նյութերը հասանել չեն համալսարանում։ Մենք անցած անգամ դրանից էինք խոսում, որ այն ամենատարական դասապրոցեսի նյութը մենք պետքա գնանք, եթե սրանով չենք ուզում սովորենք, պետքա գնանք տպենք հանենք, մեր գրպանից գումարը տանք կամ գրքեր աստղաբաշխական գումարներով տանք առնենք, որ հաջորդ տարի մեզ էլ պետք չգա։ Այո։ Գրադարանները համալսարանների հագեցած չեն ամենատարական տվյալ օրինակ դասաժամի նյութերով։ Եվ ուսանողները այստեղ ունեն դժվարություն, շատ ու շատ դժվարություններ ունեն։ Այս տխուր նոտայի վրա արի ավարտենք մեր այսօրվա հաղորդումը։ Շատ ուրախ ենք, որ մեզ հետևում եք։ Սպասում ենք ակտիվ լայքերի, կոմենտների եւ նաեւ հարցերի, թե այո, անպայման թեմաներ եւ հարցեր առաջարկեք, որպեսզի հաջորդ հաղորդման ընթացքում քննարկենք, իսկ հաջորդ հաղորդմանը մենք երևի թե սկսելու ենք Հունգարիա-Հայաստան ֆուտբոլային հանդիպումից։ Եվ նաև նշենք, որ անհամբեր սպասում ենք Պորտուգալիա-Հայաստան ֆուտբոլային արդեն պատասխան խաղին։ Եվ իդեպ սպասում ենք մեր թիմի գլխավոր մարզչի հանդիպմանը Մխիթարյանի հետ։ Այո, ինչը խոստացվել է, բայց դեռևս ինչ-որ լուրջ չունենք։ Այո, տեսնենք էտապի վրա է հանդիպումը։ Ստեսություն։ Ստեսություն։